Մերն է։ Ձեր ավտոտնակն է։ Ինչ կարող ենք կարճ հարցազրույց անել, ասեք ինչի համար է քանդվում։ Քաղաքապետարանի կողմից 3 մարդիկ եկան, մոտեցան, զանգարել էին կողքի ավտոտնակի տիրոջը, հավաքվեցին, մոտեցան ասցին, որ պետքա շատ շտապ մեջ եղած իրերը հավաքվի, ինչ հնարավոր է փրկվի, վաղը գալու են քանդելու։ Այդքանը։ Այսինքն ընդամենը քանդումից 1 օր առաջ են դες տեղյակ։ Այո, 3։ Հիմնավորումը ո՞րն է։ Քաղաքապետարանի կողմից որոշում կա, որ հրատապ պետքա քանդել։ Այսինքն դուք չունեք սեփականության վկայական, ինքնակամ կառույց է, որը քանդվում է։ Սեփականության վկայական չունենք, բայց 21 թվականին մեզ խորհուրդ էին տվել դիմել սեփականության համար, ինչի արդյունքում մենք գեոդեզիա ենք արել, կադաստրում գրանցվել է այս շինությունը։ Դրանից հետո մենք տարիներ շարունակ վճարել ենք գույքահարկի համար, օֆիցիալ բանկով վճարումներ կատարել։ Այո։ Եթե չեմ սխալվում, այդ ժամանակ հողը եղել է բնակելի նշանակության։ Ինչ որ պահից, կարծեմ 25 թվականից հողը դարձել է ընդհանուր օգտագործման նշանակության, փոխվել է, այսինքն կարգավիճակը հողի։ Այո։ Բայց քաղաքապետարանի կողմից եղել է խորհուրդներ, որպեսզի մենք այս հողատարածքը, որի վրա որ շինությունը կա, դա ինչ որ ձևով վարձակալենք։ Ինչը որ քաղաքապետարանը հրաժարվել է ընդհանրապես վարձակալության հանձնելու։ Ինչու՞, ինչն է եղել հիմնավորումը։ Ասել են չի կարելի դա անել ընդհանրապես, հնարավոր չի այսպիսի տարածքները վարձակալել։ Այսինքն դա դուք անձամբ եք դիմել, թե առհասարակ։ Անձամբ դիմել ենք, իհարկե։ Հարցրել եք, թե ինչու են ընդամենը 1 օր առաջ դες տեղյակ պահում։ Հարցրել ենք իհարկե, իրենց պատասխանը հստակ չի, բնականաբար ոչ մի կոնկրետ պատասխան չունեն, օրենքի սահմաններում, եթե տեղյակ եմ, պետքա մի ամիս առաջ գոնե ծանոթացեին, ենթադրենք մենք ստեղ չէինք, այս հորս անունով է եղել այս ավտոտնակը, հայրս ստեղ չի, չգիտեմ, այլապես ինչ պետք է արվեր, եթե մեքենան լիներ կամ կենդանիներ լինեին, հա, ասենք գույք կա, սենց ինչ-որ շատ սպոնտան ձևով մոտեցել են ու այսօր եկել են։ Հասրիկ ձեր գույքը դուրս բերել։ Մի մասը դուրս են բերել, մի մասն էլ որ արդեն չգիտեմ, ժամանակ ու էներգիա չկար, աշխատանքից դուրս ենք եկել, ինչ որ ձևով գիշերը փորձել եմ ինչ որ բաներ դուրս բերեմ, որը համեմատած արժեքավոր է, մնացածը ինչ որ քիչ արժեք ունի համեմատած մնացել է ներսում։ Քաղաքապետարանից, թաղապետարանից կան այս պայն աշխատակիցներ այստեղ։ Կարծեմ, հա, կան։ Կոնկրետ չեմ կարող մատնանշեմ ովքեր են։ Շատ լավ, շնորհակալ։